Եվ այսպես մի նոր քարոզաշարք եմ ուզում սկսել Տիրոջ շնորհքով, վերնագրված այսպես. Սիրո 5 դրսևորումներ ըստ Հիսուսի։ Սիրո 5 արտահայտումներ, սիրո 5 դրսևորումներ, որոնք ցուցաբերեց Հիսուս իր ծառայության ընթացքում եւ որի այդ դրսևորումների մեկնությունը կամ բացահայտումը տալիս է Սուրբ Գիրքը իր ամբողջական տեքստի մեջ։ Այն վերաբերվում է գործնական քրիստոնեությանը, քանի որ Քրիստոս մեր օրինակն է։ Եվ ցանկանում եմ ընթերցել Հովհաննեսի ավետարանից 15-րդ գլխից 9-ից 14-րդ համարները։ Ինչպես հայրս ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի։ Իմ սիրո մեջ հաստատ կեցեք։ Եթե իմ պատվիրաններս պահեք, իմ սիրո մեջ պիտի կենաք, ինչպես ես իմ հորս պատվիրանները պահեցի եւ անոր սիրույն մեջ կեցել եմ։ Այս բաները ձեզ խոսեցի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ մնա ու ձեր ուրախությունը լման կամ ամբողջական լինի։ Այս է իմ պատվերս, որ մեկս մեկ սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Ասկի ավելի մեծ սեր մեկը չի կրնար ունենալ, որ մեկը իր կյանքը բարեկամների համար դնի։ Դուք իմ բարեկամներն եք, եթե անելու լինեք, ինչ որ ես ձեզ կպատվիրեմ։ Ասկի հետքը ձեզ ծառա չեմ անվաներ, վասնզի ծառան չի գիտեր, թե իր տերը ինչ կնե։ Ես ձեզ բարեկամ անվանեցի, դասնզի այն ամեն բաները, որոնք իմ հոր մեզ լսեցի, ձեզ հայտնեցի, ամեն, փառք Տիրոջը։ Վերջին շրջանի կամ վերջին ժամանակների նշաններից, ակնառու նշաններից մեկը դա սիրո բացակայությունն է կամ սիրո պաղելը։ Գրված է վերջին ժամանակներում մարդկանց սերը պիտի պաղի, սառչի։ Սերը Աստված եւ Քրիստոս, Քրիստոս եւ մարդ, մարդ եւ մարդ հարաբերությունների հիմնակարն է։ Այս հարաբերությունները Աստված եւ Քրիստոս, Քրիստոս եւ մարդ, մարդ եւ մարդ հարաբերությունները կառուցված են կամ կարող են գոյատևել միմիայն, եթե այն կառուցված է սիրո վրա։ Հիմքում սերն է։ Երբ որ սերը հանում ես այս հարաբերություններից, Աստծո գաղափարը վերածվում է չոր կրոնական գաղափարի, չոր կրոնի, իսկ մարդկային հարաբերությունները պարզապես վերածվում են թշնամանքի։ Ինչպես հայրս ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի։ Քրիստոսի համար սիրո բացարձակ արտահայտությունը, դրսևորումը դա հոր սերն էր իր հանդեպ։ Եվ նրա սիրո օրինակը հայր Աստված ինքն էր։ Եվ ասում է, ինչպես հայրը ինձ սիրեց, այդ օրինակով էլ ես ձեզ սիրեցի։ Եվ հետո որ շարունակում ենք կարդալ, տեսնում ենք, որ նա հորդորում է մեզ, որ մենք էլ սիրենք իրեն եւ սիրենք իրար իր օրինակը ունենալով։ Թե ինչպես հայրը Հիսուսին սիրեց, ինձ համար դա 100% փաստ է, բայց գուցե ես չկարողանամ շատ մանրակրկիտ կերպով այն վերլուծել եւ ներկայացնել ձեզ։ Դա միայն Քրիստոս Հիսուս կարող էր պատմել, որտեղ սիրո օբյեկտը ինքն էր։ Ճիշտ է։ Բայց ես ձեզ կարող եմ պատմել այն սիրո մասին, որով սիրվեցի ես Քրիստոսի կողմից։ Եվ այն սերը, որ մենք ճաշակեցինք Քրիստոսի կողմից, վկայում էր այն սիրո մասին, որով Հայր Աստվածը սիրեց իրեն։
Ինչպես հայրս ինձ սիրեց, ես ալ ձեզ սիրեցի, իմ սիրույց մեջ հաստատ կեցեք։ Սա կարևոր պատվեր է, որ Տերը մեզ տալիս է, որ մենք իր սիրո մեջ հաստատ մնանք։ Սա կարևոր հորդոր է, որ այդ սիրո մեջ յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է հաստատ մնալու։ Ուրեմն սա զգացական բան չէ։ Սա ընտրություն է։ Սա խնդրանք չէ, սա հորդոր է, սա պատվեր է, որ ասում է այդ սիրո մեջ, իմ սիրո մեջ հաստատ կեցեք։ Ուրեմն սերը դա զգացական վիճակ չէ, այլ սերը ընտրություն է, սերը պատվեր է, հորդոր է, որ մեզ տալիս է Տերը, ասում է այդ սիրո մեջ հաստատ մնացեք։ Նշանակում է մենք այս ընթացքում կյանքի այս շրջանում այս խոսքը լսելու ժամանակ մենք մեր անձերը յուրաքանչյուրս սկսած ինձանից պետք է ինքնաքննությամբ, անձնաքննությամբ զբաղվենք եւ տեսնենք որքանով ենք մենք այդ սիրո մեջ հաստատուն, թե մենք կաղում ենք այդ սիրո մեջ, որովհետեւ չկա Աստծո այդ հաղորդակցություն, չկա Աստծո այդ հարաբերություններ, եթե չկա այնտեղ սեր, եթե այդ սիրո մեջ մենք կանգուն չենք, մենք հաստատուն չենք, մենք խարիսված չենք, զուր են, սուտ են մեր բոլոր պաշտամունքային ձևերը, մեր բոլոր պաշտամունքային ճոճքերը, մեր ձեռքերը վեր բարձրացնելը, ձեռքերը ներքև իջացնելը, մեր կրոնական բոլոր դրսևորումները, քարոզները, երգեցողությունները, ավետարանելը, այս անել, այն անել, այս ամեն ինչը զուր է, եթե խորքում սերը չի, եթե դրդապատճառը սերը չի, ուստի մենք պետք է ինքնաքննությամբ զբաղվենք, այս պատգամի նպատակը մեր անձերը քննելն է, յուրաքանչյուրս ինձանից սկսած, որտեղ սա մի կարևոր հորդոր է, պատվեր է, որ Տերը տալիս է, որ մենք այդ սիրո մեջ հաստատուն լինենք, հաստատ կենանք։ Եթե իմ պատվիրաններս պահեք, իմ սիրուց մեջ պետք է կենաք, ինչպես ես իմ հորս պատվիրանները պահեցի եւ անոր սիրուն մեջ կեցած եմ։ Ինչպես ենք հաստատուն լինելու նրա սիրո մեջ։ Ասում է, եթե իմ պատվիրանները պահեք, ինչպես էր Քրիստոս հաստատուն հոր սիրո մեջ։ Սիրո նամակներ էր գրում, սիրո երգեր էր երգում, ոչ պատվիրաններն էր պահում։ Սիրո մեջ հաստատուն կենալու ակտարու դրսևորումը դա նրա պատվիրանները պահելն է։ Այստեղ է երևում սերը։ Սերը պոետիկ արտահայտությունները չեն, գեղեցիկ քարյակներ իրար նվիրելը չէ, բեմից սիրուն հոգևոր բանաստեղծություններ կարդալը չէ եւ ոչ էլ գեղեցիկ երգեր երգելն է։ Սերը հնազանդություն է։ Հնազանդություն է։ Եկեղեցին Քրիստոսի հարսն է։ Հարսը իր նշանածի, իր ամուսնու հանդեպ ունեցած սերը պիտի արտահայտի հնազանդությամբ, երբ որ եկեղեցին պսակադրություն է անում, հարսին հարցնում է, ասում է հնազանդ ես, չի ասում սիրում ես, նա էլ ասի այո սիրում եմ, երկրորդ անգամ հարցնի սիրում ես, այո, որովհետև սերը ամեն մեկը կարող է տարբեր ձև ընկալել, բայց սիրո վառ արտահայտությունը հնազանդությունն է։ Եվ Տեր Հիսուսն ասում է, այստեղ է երևալու ձեր սերը։ Եթե հնազանդվեք կամ եթե իմ պատվիրանները պահեք, որովհետև ես էլ իմ սերը արտահայտեցի հոր հանդեպ, ինչպես նրա պատվերները կատարելով, նրա պատվիրանները պահելով։ Սիրո եւ հնազանդության մեջ ապրելը մեր ապահովությունն է։ Մեր պաշտպանությունն է։ Ասում է իմ հորս պատվիրանները պահեցի եւ անոր սիրուն մեջ կեցել եմ։ Կեցել եմ սիրո մեջ կամ կանգուն եմ այդ սիրո մեջ։ Ընկած չեմ այդ սիրո մեջ։ Կանգուն եմ, կանգնած եմ այդ սիրո մեջ։ Սա խոսում է պաշտպանության մասին, որովհետեւ սիրո մեջ ապրելը մեր ամենաապահով եւ ամենապաշտպանված միջավայրն է։ Մեր հոգևոր անվտանգության եղբայրներ եւ քույրեր։ Ամենապաշտպանված եւ ապահով վայրը դա սիրո մեջ ապրելն է, երբ որ դու սիրո մեջ ես ապրում։ Երբ որ դու սիրո մեջ ես ապրում, որևէ մեկ տեսակ հարված
ուղված դեպի քեզ, այն ոչնչանում է։ Ես ու տղաս հաճախ խոսում ենք մոլորակներից, տիեզերքից։ Եվ չգիտեմ ինչու իր ամենասիրած մոլորակը ոնց հասկանում եմ իր հարցերից, դա Յուպիտերն է։ Նա անընդհատ Յուպիտերից հարցեր է տալիս եւ միշտ ինձ հարցում է, ինչու է Յուպիտերը գազային։ Ինչու է գազային։ Ես այնպես անկեղծ ասած այնպես չի որ շատ լավ տիրապետում եմ այդ թեմային եւ չեմ կարող օրինակ լավ բացատրեմ թե ինչու է այն գազային, բայց գիտեմ մի բան, որ Յուպիտերը իր վրա է կլանում օրինակ շատ երկնաքարեր, որոնք որ կարող են գալ դիպչել երկիր մոլորակին։ Երկիր մոլորակը ունի ամուր, չէ, ամուր հիմք ունի կամ ամուր մակերես ունի եւ յուրաքանչյուր հզոր հարված կարող է ջախջախիչ լինել, բայց Յուպիտերը ինքը գազային է։ Երկնաքարերը երբ որ իր զգոհական ուժի շնորհիվ քաշում է դեպի իրեն, այդ երկնաքարերը այդ գազային շերտերի մեջ իրանք ինքան փափուկ գնում են ու անկում են ապրում, չես իմանում ուր ներքևը, ես չգիտեմ շատ ինչ կա։ Այդ փափկությունը, այսպես ասած, գազային ինքը ոչնչացնում է այդ հարվածները։ Սեր այդ փափուկ սիրտ, այդ փափուկ հոգին է։ Ինչքան կարծր է սիրտդ, ինչքան կարծր է հոգիդ, ինքան յուրաքանչյուր հարված կոպիտ չոր է լինելու եւ ջախջախիչ է լինելու։ Հաստատ կեցել եմ։ Այս բաները ձեզ խոսեցի, որպեսզի իմ ուրախությունս ձեր մեջ մնա ու ձեր ուրախությունը լման ըլլա։ Սիրո մեջ ապրած կյանքը ծնում է ուրախություն, թանկագին եղբայրներ եւ քույրեր։ Գիտեք ով է ուրախ մարդը։ Սիրող մարդը։ Ուրախ մարդը այն մարդը չէ, որ օր ու գիշեր ռեստորաններից տուն չի գալիս ու ինքն իրեն խմելուն է տվել։ Ուրախ մարդը նա չէ։ Ուրախ մարդը շատ գիտելիքներ ունեցող մարդը չէ։ Ուրախ մարդը շատ փող ունեցող մարդը չէ։ Ուրախ մարդը մեծ հեղինակություն ունեցող մարդը չէ։ Ուրախ մարդը քաղաքական ճանաչված գործիչ եղող մարդը չէ։ Ոչ էլ ուրախ մարդը ընդդիմադիր մարդն է։ Ուրախ մարդը սիրող մարդն է։ Նա ով որ սիրում է, ճշմարտապես սիրում է։ Այս բաները Հիսուս ասում է, ես խոսեցի ձեզ, որովհետեւ ձեր ուրախությունը կատարյալ լինի, ամբողջական լինի։ Քրիստոս Հիսուսի տված պատվերները թանկագիններս ոչ թե կրոնական մեխանիզմներ են, կրոնական ուղղորդումներ են մեզ ավելի լավ հոգևորական դառնալու, այլ Քրիստոսի պատվիրանները նպատակ են հետապնդում մեզ տալ լիարժեք, ամբողջական, ինքնաբավ երջանկության զգացում ունենալու այս վիճակը։ Այս ուրախության մասին է խոսում Տերը։ Այս բաները խոսեցի ձեզ, որպեսզի ձեր ուրախությունը լման լինի։ Այսինքն այն ամեն ինչը որ դուք լսում եք Տիրոջ տան մեջ, այն ամեն ինչ որ մենք լսում ենք Աստծո խոսքից, նպատակ է հետապնդում, մեկ նպատակ է հետապնդում, թանկագինս։ Եթե անգամ այն լինի հանդիմանական, եթե այն լինի, չգիտեմ, հորդոր, ինչ էլ որ լինի, ինչ համով էլ որ այն մատուցվի քեզ, ինքն իր բովանդակության մեջ մեկ նպատակ է հետապնդում, ապահովել եւ պաշտպանել քո ուրախությունը։ Քրիստոս Հիսուսում ունեցած։ Համար հավատացյալ մարդը երջանիկ մարդ է։ Հավատացյալ մարդը ուրախ մարդ է։ Հավատացյալ մարդու վրա չի երևում անգամ իր տարիքը։ Ինչու՞, որտեղ ունի ներքին խաղաղություն։ Ներքին խաղաղություն։ Շատ անգամներ դասարանցիներ, ընկերներ, որոնք որ վաղուց 30-40 տարի ճանաչել են, հանկարծ պատահական տեսնում են, ասում են, այո, չես փոխվել։ Ասում են մազերը տա մի քիչ ոնց որ թե թափվել բան, հետո հին նկարները ցույց եմ տալիս, ասում եմ, միշտ է սենց ա եղել։ Անես չէ առաջ գանգուր մազեր եմ ունեցել, սենց։ Մի քիչ փոխվել ես իհարկե։ Բայց հիմնականում այդ ներքին խաղաղությունը, որ ունենք Հիսուս Քրիստոսով, այն նաև արտահայտվում է մեր ֆիզիկականի վրա։ Դերոջ նպատակը այդ խաղաղությունը ունենալն է, այդ ներքին ներդաշնակությունը ունենալն է։ Դրա համար է տալիս այս պատվերները։ Որն է պատվերը։ 12-րդ համարն ասում է, այս է իմ պատվերս, որ մեկս մեկ սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, եկեք այստեղ կանգ առնենք։
Այս է իմ պատվերը, որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Ինչպես իմ եւ հոր հարաբերություններն են կառուցված սիրո վրա, եւ այն արտահայտվում է իմ հնազանդությամբ նրա պատվերների հանդեպ։ Նույնպես եւ ձեր հարաբերությունները պետք է կառուցեք ինչի վրա։ Սիրո վրա։ Եվ այն պետք է արտահայտվի իմ պատվիրաններս պահելու մեջ։ Որն էր պատվիրանը։ Ասում է մեկս մեկ սիրեք։ Մեկս մեկ սիրելը սա պատվեր է։ Եթե սա պատվեր է, դա նշանակում է, որ այն լոկ զգացմունք չէ։ Որովհետև նրանք, ովքեր որ կարծում են սերը զգացմունք է լոկ, նրանք հիմնվում են սրա վրա, թե եթե ես դա ունեմ, եթե ես դա զգում եմ, ես ստացում եմ այն։ Եթե ես դա չեմ զգում, ես ինչպես կարող եմ ստացել այն, այսինքն սերը։ Այդպես է, չէ՞։ Բայց սա զգացմունքի մասին չէ խոսքը, այլ սա պատվեր է։ Պատվերը մենք չենք կատարում ըստ մեր զգացողության, այլ պատվերը մենք կատարում ենք մեր հնազանդությամբ։ Սա նշանակում է սիրելը դա մեր ընտրությունն է։ Ես ընտրում եմ հնազանդությունը, ուստի եւ սիրում եմ։ Եթե սեր չես ստացում կողքինիդ հանդեպ, մի արդարացրու այն ասելով դե չեմ զգում սեր, այլ մտածիր, որ դու չես ընտրել սիրելը նրան, չես ընտրել սիրելը նրան, դու մերժում ես սիրել նրան, դու քեզ համար փնտրում ես պատճառներ չսիրելու, ոչ թե քեզ համար ընտրում ես Քրիստոսի հորդորը եւ պատվերը սիրելու, այլ փնտրում ես պատճառներ չսիրելու։ Եթե պատճառներին ուշադրություն դարձնենք, ես չեմ կարծում որևէ մեկս կարող ենք արժանանալ Քրիստոսի սիրույն։ Եթե մենք նույն տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն Քրիստոս էլ մեզ պետք է չսիրեր, ինձ պետք է չսիրեր, որովհետև ես որևէ մի կերպ չէ կարող նվաճել նրա սերը։ Այն տարիքում, որ ես ապաշխարեցի Հիսուսի սերը ճաշակեցի, ես այդ տարիքում չկարողացա ճաշակել, ըսկի մեր վերևի շենքի մեկը կար իր սերը, բայց Քրիստոսի սերը կարողացա, Քրիստոսի սերը սիրույն արժանացա, այդ որ արժանիքներս էին, որ գրավեց Քրիստոսին, ասեց, որ ես ինչ լավ տղա է, հլա նա ես ինչ լավ տղա է, հլա նա ոնց է գալիս շենք, ոնց է մուտքը գործում, հլա նայեք ինչ մեղմ է կռիվ անում, հլա հարվածների ուժին նայեք նրա աշխատում աչքը չհանել։ Այդ ոնց գրավեցի ես նրա սերը, որևէ մի կերպ, ես արժան չէի այդ սիրույն, իրապես արժան չէի, բայց նա ընտրեց սիրել ինձ և ընտրեց սիրել քեզ, ասում է Աստծո խոսքը, որ նա սիրեց մեզ, երբ մենք դեռ նրան չէինք ճանաչում, ուրեմն սերը ընտրություն է, և մեր Տերն ասում է, այս է իմ պատվերս, որ մեկս մեկ սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, ոչ թե ինչպես կարող եք, ինչպես զգում եք, ինչպես ուզում եք, այլ ինչպես ես ձեզ սիրեցի։ Եվ այսպես եղբայրներ և քույրեր, 5 դրսևորումներ, սիրո 5 դրսևորումներ, ըստ Հիսուսի, կամ ըստ Աստծո խոսքի։ Եվ այսպես առաջին, սիրել գործով և ոչ թե խոսքով։ 13-րդ համարն ասում եմ,
Ասկի ավելի մեծ սեր մեկը չի կարող ունենալ, որ մեկը իր կյանքը բարեկամների համար դնե։ Սա ինձ ավելի մեծ սեր մեկը չի կարող ունենալ, քան երբ մեկը իր կյանքը իր բարեկամների համար դնում է, իր բարեկամների համար իր կյանքը նվիրում է։ Սա սիրո գործնական դրսևորում է։ Ուզում ես չափես սերը, ահավասիկ արտահայտությունը կյանքը դնելն է։ Կյանք դնել նշանակում է չապրել սեփական անձիդ համար, չփնտրել սեփական անձդ, սեփական շահդ, այլ ապրել շուրջիներիդ համար։ Սա է նշանակում կյանքը դնել։ Այն կյանքի պարգևը, որ մենք ստացել ենք Աստծուց, սիրել նշանակում է այդ կյանքի պարգևը դնել հանուն ուրիշների։ Այդ կյանքի պարգևը, այդ կյանքի շնորհը ծառայեցնել հանուն ուրիշների։ Քաղաքական գործիչներից մեկը խոսում էր, թե ինքը ինչքան բարեգործություններ է արել։ Ասում է, դուք գիտեք, ես այս քաղաք, ես երկրի առաջին բարեգործն եմ, ես այնքան բարեգործություններ եմ արել, ինչ եմ արել, փող եմ դրել։ Դա իր չափման միավորն է։ Կարող է դու չունենաս այդքան փող դնելու, բայց դու ունես փողից ավելի թանկ բան։ Դա քո կյանքն է։ Մեկը փող է դնում, մեկն էլ կյանքն է դնում։ Հիսուս փող չդրեց։ Հիսուս կյանք դրեց։ Հասկանում եք, չէ՞։ Փողը կոնեցածի ինչ որ մի մասնիկն է, նյութական ունեցածի ինչ որ մի մասնիկն է։ Ինչ որ մի չափաբաժին։ Ոմանց համար կարող է դա շատ մեծ հնչի, բայց իր համար կարա լինի դա փշրանք, ավելցուկ, այդ ուրիշներին դա մեծ, ուրիշների աչքին դա մեծ երևա։ Աստված իր սերը արտահայտեց մեր հանդեպ, ինչպես միածին որդին տալով, ոչ թե մի քանի միլիոն դոլար ուղարկելով մարդը ամեն մեկի ասելով, եսի գնավեք ալեք յոլա գնացեք, այլ իր որդուն, ամենաթանկա, ասում է Աստված այնպես սիրեց աշխարհին, չափ է ցույց տալիս, որ մինչև իսկ իր միածին որդուն տվեց, որ ոչ մեկ չկորսվի, ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ուրեմն կյանքը դնելն է սիրո արտահայտությունը, գործնական արտահայտությունը։ Առանց զոհողության չկա սեր, թանկագիններս։ Չկա սիրո արտահայտություն առանց զոհողության, մոռացեք։ Եթե մարդը պատրաստ չէ զոհողություն անելու, նա ուրեմն չի սիրում։ Եթե նա տալիս է միայն այն ինչը որ իր ավելցուկն է, այն որ իր վրա չի երևա, դա կա, դա չկա, դա զոհողություն չէ, դա սիրո արտահայտություն չէ։ Սիրո արտահայտությունը դա զոհողությունն է։ Հիսուս իր կյանքը զոհաբերեց, որպես սիրո արտահայտություն։ Մենք էլ, եթե կոչված են Քրիստոսի պես սիրելու, ասում է սիրեք ինչպես ես ձեզ սիրեցի։ Առաջին սիրո դրսևորումը, որ օրինակ մենք ունենք, դա գործով սիրելն է, կյանքով սիրելն է, գործնականորեն սիրելն է։ Գործնական սիրո մասին ամենալավ արձանագրությունը, որ մենք կարդում ենք Աստվածաշնչի մեջ, կամ գուցե ամենալավ դրսևորումներից մեկը, կամ խոսույթներից մեկը, որ կարդում ենք Աստվածաշնչում, դա գիտենք առաջին Կորինթացիս 13-րդ գլուխն է։ Եվ ես ուզում եմ կարդալ առաջին Կորինթացիս 13, 4-ից 6-րդ համարները, ասում է սերը երկայնամիտ է, քաղցր է,
Սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, չի հպարտանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկություն չի գրգռվիր, չարություն չի խորիր, անիրավության վրա չի խնդար, հապա ճշմարտության խնդակից կլա։ Այստեղ սիրո նկարագրությունն է տալիս Պողոս առաքյալը։ Սիրո գործնական դրսևորումները որոնք են, որովհետեւ սեր ասելով ամեն մեկս չհասկանանք, ինչպես ուզում ենք, ինչպես մտածում ենք, ինչպես կարծում ենք։ Այստեղ տալիս է սիրո գույները որոնք են։ Որովհետեւ որ նայես այդ պատկերին, հասկանաս, որ էսա սերը։ Էսա սիրո արտահայտությունը գործնական։ Նախ ասում է սերը երկայնամիտ է։ Սերը երկայնամիտը նշանակում է նա համբերատար է։ Եթե նա շուտ բորբոքվում է, եթե սերը շուտ կորցնում է ինքնատիրապետումը, եթե սերը իր մեջ չի պարունակում համբերատարություն, դրա անունը պետք է փոխել, բայց երբեք չդնել սեր։ Որովհետև սիրո բնութագրում այսպիսինն է, սերը երկայնամիտ է, կամ հոմանիշ օգտագործենք, համբերատար է։ Համբերատարությունը, երկայնամտությունը, հեռուն մտածելը, սա է նշանակում երկայնամիտ։ Սիրո վառ արտահայտություններից մեկն է, կամ գործնական արտահայտություններից մեկն է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս համբերեց թե ոչ։ Աստծո խոսքն ասում է, որ նա համբերեց մեղավորներին։ Իր հանդեպ եղած ատելության հանդեպ համբերությամբ վարվեց թե ոչ։ Առաքյալներից մեկը, երբ մերժեցին Հիսուսին, ասեց ուզում ես հիմա կրակի չեսնենք երկնքից, այրվի բան։ Ասաց ես ինչ հոգուտեր եք դուք։ Երբ որ եկան Հիսուսին ձերբակալելու, աշակերտներից մեկը սուրը հանեց, ականջ կտրեց։ Ասաց եղբայր սուրը տեղը դիր։ Կարծում ես ես իզորու չեմ երկնքից հրեշտակային գնդեր խնդրելու Աստծուց, որ ինձ պաշտպանեն։ Բայց որտեղ պետք է երևա իմ սերը այս մեղավորի հանդեպ։ Եթե ես անմիջապես մտածում եմ նրան ոնց ոչնչացնեմ։ Չէ՞։ Ուրեմն սերը իր մեջ պարունակում է համբերություն։ Այն դրսևորվում է համբերությամբ։ Որքան ես համբերում, այդքան էլ երևում է քո սիրո խորությունը։ Եթե դու պատրաստ ես սիրուն քաղցր խոսքեր շռայլել քո սիրած էակին, բայց գործնականում նրա հանդեպ դու համբերատար չես, դա խոսում է նրա մասին, որ քո սերը մակերեսային սեր է։ Քո սերը խոսքի մակարդակի վրա է եւ իր մեջ չունի համբերության ռեսուրս կամ պաշար։ Եփեսացիս 4:2 լման խոնարհությունով եւ հեզությունով երկայնամտությամբ սիրով իրարու ներողամիտ լալով, այնտեղ ասում է ինչպես պետք է վայելենք, ասում է մեր կոչումի համապատասխան վայելենք, մենք կկարդանք այդ համարն էլ։ Եվ այստեղ ասում է ինչպես խոնարհությունով, հեզությունով, երկայնամտությամբ, սերը երկայնամիտ է, չէ՞։ Եվ ասում է սիրով իրարու ներողամիտ լինելով։ Սիրով ներողամիտ լինել, սիրով երկայնամիտ լինել։ Թանկագին քույրեր, եղբայրներ, այն ամենը, ինչը բորբոքում է ձեր բարկությունը, այն ամեն ինչը շուտ բորբոքում է ձեր բարկությունը, լսեք խնդրում եմ, իմացեք, որ դա Աստծո թույլ տվությամբ եկած փորձություն է,
որովհետեւ ճանաչել տա ձեզ ձեր սիրո չափերը։ Միտքս հասկացաք։ Վերջապես մենք մեր կարողությունները պետք է ճանաչենք թե ոչ։ Պետք է ճանաչենք թե ոչ։ Հիմա ես կարող եմ այս բեմից մեծ խոսել ժողովուրդ ջան մի շնչով Էվերեստ լեռը կբարձրանամ կիջնեմ։ Ոչպես սիրուն մեծ բաներ կխոսեմ։ Բայց եթե եղբայրս ինձ ասի Գարիկ եղբայր ջան կգաս, այստեղից մի հատ ավտոբուս նստենք իջնենք քաղաք, հետո ոտով բարձրանանք մասիվ։ Արդեն եղբայրս կտեսնի, որ ճանապարհի կես չեղած արդեն շունչս փչում է։ Եվ որ մասիվ չեմ կարող նորմալ բարձրանամ ոտքով։ Էվերեստ ոնց եմ բարձրանալու։ Մենք երբեմն ճոխ քարոզներ ենք տալիս։ Խոսքը չի վերաբերում մենակ բեմից հնչած քարոզներին։ Դրանք կարա լինի քո Facebook-յան ստատուսները։ Հավատացյալներ կան, որ իրենց հավատքի խորության արտահայտման հարթակ էդի մենակ բանն է, Facebook-ն է։ Սոցիալական կայքերն են, ընենց ճոխ ստատուսներ, գես կթվա թե սրբերից մեկը հարություն է առել եւ վերամարմնավորվել է ինչ անձի մեջ։ Բայց պրակտիկ գործնական հավատքի կյանքում տեսնում ես, որ զրո դրսևորում տղու մեղքերը չի կարում ների, հարսին չի կարում յոլատանի, կեսուրի հետ ատամ, էլ չասեմ թե որ կնգայիտ ինչ հարաբերություններ ունի։ Բայց եկեղեցի է գալիս։ Կամ ստատուսներ է գրում հոգևոր։ Ուստի համբերությունը դա մեր հոգևոր շնչառության մասին է խոսում, թե որքանով ենք մենք պատրաստ այդ դժվարին վերելքը ելնելու։ Երբ խաղաղ իրավիճակ է, բոլորս մեզ կդրսևորենք լավագույնս որպես քրիստոնյաներ։ Չէ, բայց երբ որ հանկարծ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվում, անհասկացողություն է ստեղծվում, կշտություն է լինում, այդտեղ ոնց ենք մենք մեզ դրսևորում։ Որքանով է մեր սիրտը լի սիրով եւ որքանով այդ սիրո արտահայտությունը դրսևորվում երկայնամտությամբ, համբերությամբ։ Այստեղ է երևալու, թե իմ թոքերիս առողջությունը, որովհետև իմ թոքերը դուք չեք տեսնում։ Ես իմ թոքերի մասին կարող եմ խոսել, մեկ շնչով Էվերեստ բան իջնել ելնել, բայց նրա առողջությունը երևալու է այս փորձությունների ժամանակ։ Սերը երկայնամիտ է։ Ողոսացից 3:13 Իրարու համբերելով, իրարու ներելով, եթե մեկը մեկուն դեմ տրտունջը ունենա, ինչպես Քրիստոս ձեզ ներեց, նույնպես էլ դուք։ Այս երբ որ ասում ինչպես Քրիստոս ձեզ ներեց, կարեք այդ ներել բառը փոխարեն, փոխեք, դնեք այս բառը, ինչպես Քրիստոս ձեզ սիրեց, այդպես էլ դուք։ Ինչպես Քրիստոս ձեզ ներեց, այդպես էլ դուք։ Դրանից առաջ մեզ հորդորում է, ասում է, իրար համբերելով, իրար ներելով, եթե մեկը մեկուն դեմ տրտունջը ունենա։ Սա եկեղեցու ուղված նամակ է։ Սա աշխարհին ուղված խոսք չէ։ Սա հավատացյալներին ուղված խոսք է։ Եվ նա չի բացառում, որ մեկս մյուսի դեմ մենք կարանք տրտունջ ունենանք։ Տրտունջն ի՞նչ է։ Ինչ որ մի բանից դժգոհ լինել։ Ինչ որ մի բան կա, ինչ որ մի երևույթ է, մի դրսևորում է, որ իմ եղբայրս քույրս արեց, որը իմ մեջ տրտունջ է առաջացրել։ Հա? Դժգոհություն է առաջացրել։ Ինձ դուր չի եկել։ Ինչպեսին պետք է լինի իմ դիրքորոշումը, իմ դրսևորումը ոնց պետք է լինի։ Պրակտիկ քրիստոնեությունը ո՞րն է։ Քրիստոնեական քայլը ո՞րն է։ Ասում է իրարու համբերելով, մեկը մյուսի համբերելով, իրար ներելով, ինչպես Քրիստոս ներեց մեզ, այդպես էլ դուք իրար ներեք։
Համբերել եւ ներել։ Էս է սերը։ Սերը երկայնամիտ է։ Սերը չի կարող պորտ կալ։ Արդեն էստեղ սա հասել, էլ չեմ դիմանում, այլ ասենց ինչ-որ հիստերիկ դրսևորումներ եւ այլն, հավատացյալները իրար ուտել։ Գաղատացի մեջ ասում է, երբ որ իրար խացնեք, իրար ուտեք, ասում է զգուշ եղեք իրարից չսպառվեք։ Այսինքն իրար ուտելով, ես տեսել եմ դա քրիստոնեական համայնքներում, որ մարդիկ իրար ուտում են, իրար միս են ուտում։ Չեն համբերում իրար, չեն ներում իրար։ Ինչու՞, որովհետև չեն սիրում, խորքում չեն սիրում, բայց իրանք սիրո մասին լավ երգում են։ Այդ իրանք փառաբանության ժամանակ այսպես Տոտ քեզ մնա քո երգելդ, քեզ մնա քո ճոճվելդ, Աստված Քրիստոս երբեք չպատվիրեց, եկեք ինձ երգեք, եկեք ինձ ճոճեք ձեր ձեռքերը։ Այլ ասում է համբերեք իրար, ներեք իրար, ինչպես ես ձեզ ներեցի, այդպես էլ դուք իրար ներեք։ Ես չեմ տեսել որևէ մի ազգ, որ այդքան լավ անգիր իմանա հայր մերը։ Մեր ազգի մեջ, մեր ազգը հիմնականում գիտի հայրերի բացառությամբ մի քանի պաշտոնյաների։ Հայրերի մեջ մենք ասում ենք ներիր մեր պարտքեր, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաները։ Բոլորս անգիր ասում ենք, բայց գործնականում պրակտիկայում մենք իրար չենք ներում։ Մենք իրար փոքր սխալներն անգամ չենք ներում։ Մենք փոքր լուն ուխտ ենք դարձնում, իսկ հսկա ուխտերը չենք էլ նկատում։ Մենք ավելի հաճույքով փնտրում ենք դիմացինի մեջ թերացումներ, թերություններ եւ պատրաստ ենք շատ հեշտությամբ դրա 30 տարվա, չգիտեմ 40 տարվա վաստակը, հոգեվոր վաստակը, կյանքի վաստակը, գործնական վաստակը զրոյացնել, որովհետեւ մենք իրար ներել չունենք, մենք համբերել չգիտենք ինչ է սա։ Ներիր մեր պարտքին ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։ Այս աղոթքը անողը պետք է հիշի, որ պատասխան ունի տալու իր աղոթացի համար։ Գիտեք որն է պատասխանը։ Ներիր իմ պարտքերը այնպես ինչպես ես եմ ներում իմ պարտապաններին, իրոք ուզում ես Աստված այդ աղոթքիդ պատասխանի։ Պատկերացրեք, եթե Աստված մեր հայր մեր աղոթացին պատասխանի։ Ու ների մեր պարտքերը այնպես, ինչպես որ մենք ենք ներում մեր պարտապաններին։ Անմիջապես միտքդ ովքեր են գալիս։ Քո կյանքում անմիջապես ովքեր են գալիս։ Եթե մենք ուզում ենք որպես անձ, որպես հոգևոր համայնք եւ հատկապես որպես ազգ ժողովուրդ առաջ գնանք, մենք պետք է համբերատար լինենք եւ իրարու հանդեպ ներողամիտ լինենք։ Իրար հանդեպ ներողամիտ լինենք։ Մենք պետք է կարողանանք իրար ներենք։ Սովորենք ներել իրար։ Որովհետեւ չներելը թանկագիններս դա կապում է մեզ անցյալի հետ, խորքային, շատ խորքային շղթաներով մեզ շղթայում է անցյալի հետ ու այն արգելում է մեզ, մեր առաջընթացն է արգելում։ Դրա համար համբերելը, երկայնամիտ լինելը, սա կարևոր է մեր հոգևոր առաջընթացի համար, մեր կյանքի առաջընթացի համար, մեր մտքի խաղաղության համար։ Երբ որ դու չես ներում, երբ որ դու չես համբերում, երբ որ դու անընդհատ ինչ-որ բարկության մեջ ես եղբորդ քրոջդ հանդեպ, այդ մտքերը գուցե իրան այդքան վնաս չտան, ինչքան քեզ են վնաս տալիս։ Այն խլում է, գողանում է քո ներքին խաղաղությունը, այն գողանում է քո հոգևոր հանգստությունը, քո հոգևոր առաջընթացը։ Երկայնամիտ լինենք իրարու հանդեպ, արտահայտենք մեր սերը մեկս մյուսի հանդեպ, լինելով իրար հանդեպ համբերատար, այնպես ինչպես Քրիստոս համբերեց մեզ մեղավորներիս, օրհնյալ լինի նրա սուրբ ու պատվական անունը հիմա ու միշտ ու հավիտյան դարերում, ամեն։ Թանկագիններս, եկեք աղոթք անենք, սիրելիներս, Տիրոջը հոգու ներկայությունը խնդրենք եւ նրա աջակցությունը։ Մեր Պաշտելի Սուրբ Հայր, խոնարհված սրտով գալիս ենք վեհությանդ առաջ։ Գոհանում ենք քեզանից մեր Պաշտելի Հայր, որ դու անկյուրտներից կրթում ես քո Սուրբ Հոգիով, որ քո խոսքը մեր կյանքի դասագիրքն է, ով Տեր, որ դու վերցնում ես Տեր Աստված հողից կավը վերցնում ես եւ քո ձեռքերով, քո նուրբ
ձեռքերով, քո խոսքով մեզ ձևավորում ես, դաստիարակում ես եւ փափագում ես, որ քո որդու կերպարանակիցը դարձնես ամենքիս։ Մարդկորեն նայելով մեր վիճակներին հասկանում ենք, թե ինչքան հեռու ենք այդ կերպարանք ունենալուց։ Այս փառք ես Տեր, որ մեր հույսը դու ես եւ կանչողն էլ, ընտրողն էլ, գործողն էլ դու ես մեր Փրկիչ Տեր։ Քո Սուրբ Հոգուն ենք հանձնվում Տեր եւ այցում ենք, որպեսզի դու Քրիստոսանման դարձնես ամենքիս։ Քո հոգին ներգործի յուրաքանչյուրիս սրտի խորքերում ով Տեր։ Քո խոսքը թող ներթափանցի ամեն մեկից հոգու խորքը եւ ցույց տա ամեն մեկից մեր տկարությունները, մեր թերացումներով Տեր։ Մեր ապրած կյանքով լույս լինենք մեր շրջապատում եւ փառավորվի քո սուրբ անունը մեր գործերի մեջ։ Տեր, քո սիրո առատությունն ենք խնդրում Տեր։ Սովորեցնում ես սիրել այնպես ինչպես դու ես մեզ սիրում եւ գործնականում այն կիրառելի դարձնենք մեր կյանքում։ Պահապան եղիր քո ժողովրդին, նրանց բոլոր պետքերն ու կարիքները դու գիտես ով Տեր, նյութական, հոգևոր, մտավոր, այցելիր, ողորմիր, օրհնիր եւ առատորեն շնորհիր, որ ամեն գործերիդ մեջ փառավորենք քո սուրբ ու պատվական անունը, որ դու ես միայն արժան ընդունելու այն։ Փառքը մարդունը չէ, փառքը երկրինը չէ, փառքը զոհվածինը չէ, փառքը միայն քոնն է մեր Աստված։ Ոստի արժան ես ընդունելու երկրպագություն ու պաշտամունք մեր սրտի խորքից։ Այցելիր Հայաստան աշխարհը, պահապան եղիր ով Տեր, օգտական եղիր մեզ Տեր, այս դժվար ընթացքի մեջ դու զորավիք եղիր մեզ Տեր, իմաստությամբ առաջնորդիր մեր ազգին, որ կարողանանք իրարու հանդեպ ոչ թե ատելությամբ, այս գեներացված ատելությունը Տեր Աստված արմատախիլ արա, այլ սիրով լի կյանք տուր մեզ Հայր, որ մեր անձնական, նեղ դասակարգային, նեղ կուսակցական, նեղ կրոնական տեսակետից չնայենք մեր շուրջ բոլորը, ապա դիմացինի շահը փնտրելով, քո անվան փառքը փնտրելով, մեր Հայր Ենակի բարգավաճումը փնտրելով, գործենք ամենքս մեկ բռունցք կազմած։ Խաղաղությունը չտորիր ու դու փառավորվիր Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեզ հետ լինի։ Գնացեք խաղաղությամբ։ Ամեն։